Միջև մենք կբողոքենք, որ եթե ես չզանգեմ, ինձ չեն զանգի, կապը պահողը միշտ ես եմ։ Մի պահ եկեք մտածենք, հա, մեզ փորձենք նայել կողքի աչքերով։ Այ ինչու կարող է դա այդպես լինել։ Գուցե հիմա եթե մենք հնարավորություն ունենայինք հարց ուղղել ձեր ընկերներին, բարեկամներին, գուցե նրանք ձեր մասին որոշակի բաներ կասեին, գուցե նրանցից ոմանք ասեին, որ ինքն խոսում գլուխը տանում է, խոսում նյութի հետևից չի վերջացնում, արդեն այսպես հոգնում ես, հաճելի չի իր ընկերակցությունը, դրա համար չենք զանգում։ Կամ գուցե ինչ որ անձիկ նշեն, որ ինքը ձանձրալի է, իր հետ բան չկա խոսալու, անհետաքրքիր է, կյանքը իր համար մեռած է, այսպես խամրած անձ է, ինչ իրան զանգես, մեզ հետաքրքիր չի, ուրախ չի իր հետ։ Գուցե ոմանք նշեն, որ ինքը միշտ տխուր է եւ մենք երբ որ հանդիպում ենք միշտ ոնց որ մեր գործն է իրան ուրախացնել, մեր գործն է իրան քաջալերել, իրեն բարձրացնել, ասել որ կյանքը հրաշալի է, մի նեղվի, լավ կլինի, մի վախեցի եւ քանի որ ինքը այդպիսի անձ է, որին մենք պետքա պարտադիր ուրախացնենք, ամբողջ մեր հանդիպումը ուղղված է նրան, որ հասցնենք մի կետի, որ ինքը գող լինի, ինքը ժպտա, ինքը ուրախ իրեն զգա, ինչու պիտի զանգենք, դրա համար էլ չենք զանգում։ Գուցե ոմանք տարբեր պատճառներ նշեն դու ձանձրալի ես, դու գլուխը տանում ես, դու ձանձրալի ես, քեզ պետք է միշտ ուրախացնեն, տարբեր, բայց մի պահ եկեք ձեզ նայեք կողքի աչքերով։ Պատկերացրեք դրված է երկու աթոռ, դուք այստեղ նստած եք եւ ձեր մտերիմներից այ ում հետ կռիվ ունեք, գուցե ձեր ընկերուհին է, գուցե ձեր բարեկամուհին է, բարեկամն է, եւ իրեն դուք հնարավորություն ունեք հարց ուղղելու, հա, ինչու չես զանգում։ Ինչ եք կարծում, ինչ կասի։ Եկեք այս ամբողջական, հա, վերլուծությամբ նայենք մեր հարաբերություններին, մտածենք, որ այո, գուցե իսկապես անձը пассив է, եւ եթե դու չզանգես, ինքը ոչ թե քեզ չի սիրում, ոչ թե դու իրեն հաճելի չես, այլ ուղղակի пассив են, իրանք սպասում են, որ ինչ-որ մեկը այդ նախաձեռնությունը իր ձեռքը կվերցնի, կամ ուղղակի կան իրականում խորքային ինչ-որ պատճառներ, որի պատճառով ձեզ չեն զանգում։ Մտածեք, վերլուծեք եւ հետեւություններ արեք։ Եթե կգտնեք անձնային որոշակի գծեր, որից ձեր մտերիմները ձեզանից կբողոքեին, գուցե պետք է օրինակ հանդիպումների ժամանակ հնարավորություն տակ, որ դիմացինն էլ խոսի, գուցե այդ ձանձրալի, տխուր, դժբախտ դերից պետք է դուրս գալ եւ երբեմն փորձեք դուք էլ դիմացինի կյանքը լցնեք ինչ-որ գույներով, արդեն վերլուծությունը ձեզ եմ թողնում։ Իսկ եթե կունենաք շատ ավելի խորքային հարաբերություններ, որոնք վնասված են, ընդհատված են, հենց այսպիսի պատճառով, որ դուք մտածել եք, որ միակողմանի է այս հարաբերությունը, եթե ես չանեմ, ինքը չի անում, կապ հաստատեք մեզ հետ զանգահարելով 095 51 44 54 հեռախոսահամարով։ Իսկ եթե նմանօրինակ նյութերը առհասարակ ձեզ հետաքրքրում են, հետևեք մեր Instagram-յան էջին, տակը նշված է, Facebook-յան էջին եւ նմանօրինակ շատ նյութեր ձեզ կօգնեն, որ այսպիսի ճանապարհը դուք մենակ էլ անցնեք։